Օղուկաս 21 Այրի կնոջ լուման Եվ Հիսուս նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ Տեսավ և մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումա գցեց այնտեղ, և ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին ավելի գցեց, քան բոլորը։ Նրանք ամենքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրված նվերների մեջ, իսկ նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց։ Կանխասացություն Երուսաղեմի տաճարի կործանման մասին։ Եվ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և աշտարակներով է զարդարված, նա ասաց. այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնվի քար քարի վրա, որ չքանդվի։ Հարցրին նրան և ասացին. վարդապետ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի։ Նշաններ և հալածանքներ։ Եվ նա ասաց. զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք։ Եվ երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու։ Այն ժամանակ ասաց նրանց. ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն թագավորության դեմ, և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն, պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ, և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։ Եվ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Արդ, ձեր մտքում դրեք սա, նախօրոք մի մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ կտամ բերան և իմաստնություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն, և պիտի ատվեք բոլորից իմ անվան համար, բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Կանխասացություն Երուսաղեմի կործանման մասին։ Բայց երբ տեսնեք Երուսաղեմը շրջապատած զորքերով, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հիասթանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։ Բայց այն օրերին վայ է հղիներին և ստընտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն այս ժողովրդի հանդեպ։ Նրանք սրի պիտի քաշվեն, գերի պիտի տարվեն բոլոր հեթանոսներից, և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները։ Մարդու որդու գալուստը։ Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա,
և երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ, ծովի և խռոմության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգուշացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն, և այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այս բանը լինել, վեր կացեք և ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը։ Թզենու դասը մարդու որդու գալստյան պահը։ Եվ նրանց ասաց մի առակ. նայեցեք թզենուն և ամեն մի ծառի, երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը։ Նույնպես և դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացեք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Չսպասված օրը և ժամը։ Զգույշ եղեք ինքներդ ձեզնից։ Գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով, և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու որդու առաջ։ Եվ ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերը ելնում էր, մնում այն լեռան վրա, որ կոչվում էր Դիթենիաց։ Եվ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր նրա մոտ, տաճարում նրան լսելու համար։